Ջերմաստիճանը նվազում է, սուր շնչառական վարակները ակտիվանում։ Նախորդ շաբաթ բուժհաստատություն է դիմել 5289 անձ, 78%-ը մինչև 18 տարեկաններն են եղել։ Նոյեմբերի 3-ի դրությամբ 331 հոսպիտալացված անձ կա, գրեթե 91%-ը մինչև 18 տարեկաններն են։ 31 անձ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, նրանցից 4-ն են մեծահասակ։ Հիվանդացության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է։ Այս պայդրությամբ գրիպի լաբորատոր ուրեմն շրջանառություն մենք չունենք գրիպի շրջանառություն, սակայն այլ շնչառական վարակներից ուրեմն ունենք ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի եւ կորոնավիրուսային հիվանդության հարյուծիչների շրջանառություն։ Սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է հոկտեմբերից եւ տևում մինչեւ մայիս, քանի որ գրիպի շրջանառություն է սպասվում, մասնագետը խորհուրդ է տալիս պատվաստվել։ Ինչպես նաև հագնվել եղանակի համահունչ, եթե հիվանդեն մնան տանը, չզբաղվեն ինքնաբուժմամբ, հակաբիոտիկներ չընդունեն, ինչպես բազմիցս ասվել էր, հակաբիոտիկները չեն ազդում վիրուսային վարակների վրա, ուրեմն տեղամասային բժշկին ուրեմն դիմեն եւ իրականացնեն օդափոխություն հնարավորինս խոնավ մաքրում։ Թիվ 4 պոլիկլինիկայից տեղեկացնում են նախորդ տարիների համեմատ այս տարի սուր շնչառական վարակով պայմանավորված դիմելիությունը քիչ է։ Բայց սեզոնը դեռ նոր է սկսվում եւ կարծում ենք, որ այցերը ավելի կշատանան։ Սուր շնչառական հիվանդությունները իրենք այդպես անմեղ հիվանդություններ չեն եւ կարող են լուրջ բարդությունների առաջ կանգնեցնել, հատկապես մենք գնում ենք դեպի ձմեռ եւ գրիպ հիվանդությամբ կարող են շատ հաճախակի հիվանդանալ մարդիկ, իսկ գրիպը ինքը բավականին ծանր հիվանդություն է, առաջացնում է նաեւ բավականին լուրջ բարդություններ։ Թեթև հաստ, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, ախորժակի վատացում, վարակվելու դեպքում հիմնական գանգատներն են։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։